Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 196-րդ հոդվածի համաձայն հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողով է ներկայացնում 2025 թվականի իր տարեկան հաղորդումը։ Մենք ամբողջ տեղեկատվությունը, ամբողջ տարեկան հաղորդումը զետեղել ենք այս իմ կարծիքով շատ ճաշակով կանզված գրքույկում և մանրամասների համար կարող եք մտնել կամ մեր կայք, կամ տպագիր տեղեկագիրը մեզանից խնդրել պահանջել, և մենք այստեղ փորձել ենք կենտրոնացնել մեր ամբողջ գործունեությունը և մամուլի ազատության վիճակի մասին, և մեր թափանցիկության տասնյակ վերլուծություններ այստեղ կան, մենք նաև օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները QR կոդերի միջոցով հավելյալ տեղեկատվություն ենք զետեղել, շատ տեղ չգրավելու համար և հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք հեռահետ գործառույթների կարող եք նաև օգտվել այդ QR կոդի հնարավորություններից։ Քանի որ ժամանակը բավարար չի ներկայացնելու ամբողջ տեղեկատվությունը, որը ժողոված է այս գրքույկում, ես կփորձեմ մեր բոլորիս ուշադրությունը կենտրոնացնել մի շարք խնդիրների վրա, որոնք մեր հանձնաժողովի կարծիքով արժանի են և ազգային ժողովի և հասարակության ուշադրությանը։ Առաջինը, որ միշտ հուզում է հասարակությանը, տարբեր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը, դա Հայաստանում գրանցված տեսալսողական մեդիայի ազատության աստիճանն է, ինչքանով են այդ լրատվամիջոցները ունակ օբյեկտիվ տեղեկացնել հանրությանը և ինչքանով են գտնվում և ինչքանով են զերծ պետության իշխանությունները ավելի ճիշտ ճնշումներից կամ միջամտություններից։ Ես արդեն 8-րդ անգամ այստեղ ելույթ եմ ունենում տարեկան զեկույցով, տարեկան հաղորդմամբ և 8-րդ անգամ պետք է կրկնեմ, որ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ է։ Ազատ և անկախ ասելով ես ի նկատի ունեմ միայն իշխանություններ, պետություն և մեդիա հարաբերությունները, և մեդիան իսկապես ազատ է, անշուշտ տարբեր լրատվամիջոցներ և արդարացի դժգոհել են և դժգոհում են տարբեր իշխանավորների ուշադրության պակասից, ոչ նպաստավոր պայմաններ, որոնք ստեղծվել են մեդիայի համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում, երբեմն մեդիաները բողոքում են մեզ խտրական վերաբերմունքի համար, երբ որ չեն ընդունում հրավերները կամ թիրախավորում են լրագրողներին, բայց այդպիսի առանձին դրսևորումները ոչ ցանկալի, այնուամենայնիվ նրանք չեն ստվերում այն պատկերը, որը մենք տեսնում ենք։ Այսինքն Հայաստանում մենք կարծում ենք մամուլը ազատ է, բայց եթե լինենք ավելի ճշգրիտ, ապա ավելի զգուշավոր արտահայտվենք, մեզ հասու չեն այն երևույթները, որոնք կարային ստվերեին կամ խանգարեին խոսքի ազատությանը։ Մենք յուրաքանչյուր տարվա վերջ բոլոր լիցենզավորված, հեղինակազորված հեռուստա և ռադիոընկերություններին, ցանցային օպերատորներին, դիստրիբյուտորներին հարցում ենք ուղարկում հետևյալ բովանդակությամբ, ուզում եմ սա կարդալ, մեջբերումը ճշգրիտ, արդյոք 2025 թվականի ընթացքում եղել են դեպքեր, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք, կուսակցությունները խոչընդոտել են ձեր բնականոն աշխատանքը, միջամտել են խմբագրական կամ կադրային քաղաքականությունը։ Ի պատասխան մեր այդ հարցմանը որևէ էական նշանակության բողոք չենք ստացել, և ես կարծում եմ բոլորը շատ լավ հասկանում են, որ մեր մամուլը այդքան վախեցած չի, որպեսզի ճնշման դեպքում ինքը մեզ փոխանցեր իրենց դժգոհությունը կամ կարծիքը։ Բայց ևս մեկ անգամ շեշտադրեմ, մենք խոսում ենք իշխանություններ և մամուլ փոխհարաբերությունների մասին, եթե մենք չենք կարող դատել ազատության մասին հիմնադիրներ մեդիա, ֆինանսավորողներ մեդիա, գովազդատուներ մեդիա հարաբերություններում, և բոլորս հասկանում ենք, որ այնտեղ վիճակը շատ ավելի տխուր է, մեկ-մեկ նույնիսկ հիասթափեցնող, բայց օրենքը որևէ գործիք չի տալիս մեզ
նաև առանց եթե բողոքներ չկան միջամտել այդ փոխհարաբերություններին։ Սա շատ կարճ ինչ կապված է մեդիայի ազատության մասին։ Երկրորդը, որը միշտ քննարկման առարկա է, դա հենց հանձնաժողովի ազատության, թափանցիկության, հաշվետվության մակարդակի մասին է։ Այստեղ եւս պետք է ասեմ, որ 8-րդ անգամ արդեն, որ մենք գործում ենք ազատ, անկախ, թափանցիկ եւ հաշվետվողական։ Մեր թափանցիկությունը տեսնում են բոլորը, հանձնաժողովը շատ ակտիվ է գործում եւ իմ նախագահի մակարդակով եւ անդամների եւ աշխատակազմի մենք տասնյակ հանդիպումներ են կազմակերպում, որոնք ուղեկցում են ուղիղ հեռարձակմամբ, մեր սոցիալական ցանցերում շատ ակտիվ ենք եւ անցած տարի միայն հանձնաժողովի նախագահան եւ անդամները, չեմ ասում աշխատակազմի անդամների մասին, մոտ 128 հարցազրույց են տվել հայաստանյան եւ արտասահմանյան տարբեր մամուլի ներկայացուցիչներին։ Սա թափանցիկության մասին, անկախությունը երաշխավորված է եւ սահմանադրության, եւ օրենքով, եւ կարծում եմ մեր կազմով, որովհետեւ մեզ մոտ հավաքված են ազատ մտածող մարդիկ, որոնք չեմ կարծում, որ կարող են ենթարկվել ինչ-որ ճշումների։ Բնական է, որ մեկ-մեկ գայթակղություն ունեն տարբեր քաղաքական ուժեր կամ իշխանությունները միջամտել մեր գործերին, բայց համատեղ ուժերով մենք, ինչպես ասում են, վերադառնում ենք ճշմարիտ օղի։ Այստեղ մենք նորից որևէ խնդիր չունենք։ Այնուամենայնիվ, եթե ծանոթացել եք մեր տարեկան հաղորդման բովանդակությանը, ապա նախաբանը մեր հանձնաժողովի տեսակետը ես կարող եմ ասել, որ շատ ոչ պոզիտիվ է, որովհետև մենք այնտեղ նույնիսկ օգտագործել ենք հետևյալ սահմանումը, որ մեր մեդիան տեսահոլովակական գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ։ Եվ մենք հաստատում ենք այդ տեսակետը, եւ եթե մենք համատեղ ջանքերով որոշ իրավական, իրավաբանական, կոնցեպտուալ քայլեր չձեռնարկենք, ապա հանրային մուլտիպլեքսը որպես ինքնիշխան տարածք, սուվերեն տարածք, որտեղ պետք է լրատվամիջոցները փորձեն ապահովել պետության գործունեության ուղեկցումը, ապա մի քանի տարի հետո այն այլևս կվերանա։ Ինչն են դրա պատճառները, նորից մենք մի քանի անգամ բոլոր մեր հաղորդումներում տարեկան նշում ենք, դա առցանց հարթակների ու թվային հսկաների հետ անհավասար մրցակցային պայմաններն են։ Դուք շատ լավ գիտեք, որ հեղինակազորված եւ լիցենզավորված կազմակերպությունները գտնվում են կանոնակարգման ներքո, հստակ բազմաթիվ պարտավորություններ ունեն, բազմաթիվ, իսկ նույն դերակատարությունը կատարող, հաճախ նույնիսկ ավելի մեծ լսարան ունեցող ցանցային հեռարձակողները որևէ պարտավորություն ոչ հասարակության, ոչ պետության առջև չունեն։ Դա նաև տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացումը, դա օտար հեռարձակողների հետ նորից անհավասար մրցակցությունն է, որի մասին մենք խոսում ենք տարեկան հաղորդումից տարեկան հաղորդում։ Ես նույնիսկ նշել եմ այստեղ տարեկան հաղորդումներին, որ խնդիրների մասին ենք խոսացել եւ որոնք նոր սկսել են լուծում ստանալ։ Օրինակ մենք եւ 2021 թվականին, եւ 22, եւ 23, եւ 24 թվականին նշել ենք, որ անհրաժեշտ է կարգավորել տեսահոլովակական մեդիայի այն բոլոր տեսակները, որոնք գտնվում են ծառայություն մատուցողի խմբագրական անձնակազմի պատասխանատվության ներքո։ Խոսքը առաջին հերթին ցանցային օպերատորների փաթեթներում ընդգրկված հեղինակազորված հեռուստածրագրերի մասին է, եւ միայն այս տարի ապրիլին ազգային ժողովը ընդունեց այն համապատասխան օրենսդրական փոփոխությունները տեսահոլովակական մեդիայի մասին օրենքում, որոնք կսկսեն կամաց կարգավորել այս խնդիրը։ Երկրորդը, որը մենք շատ կարևորում ենք, դա Հայաստանի հանրային մուլտիպլեքսով հեռարձակող եւ կաբելային ցանցերով տարածվող օտարերկրյա տեսահոլովակական ծրագրերի հաճախ սպառողներին պարտադրում էր մեր հանրային եւ պետական շահերի հետ չհամընկնող տեղեկատվական օրակարգեր, որոնց դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար հանձնաժողովը կարգավորման գործիքակազմ չուներ։ Մենք անդրադարձ ենք կատարել այս հարցին 2022, 23, 24
թվականներին եւ միայն ապրիլին ընդունվեցին օրենքի փոփոխությունները, որոնք հանձնաժողովին թույլ են տալիս որոշ չափով կարգավորել օտարերկրյա տեղեկատվական հոսքերը, որովհետեւ գործը հասել էր զավեշտի, շատ ժամանակ հայաստանյան այստեղ գրանցված հայերեն լեզվով հեռարձակվող Հայաստանի օրակարգը սպասարկող հեռարձակողները պատժվում էին օրինակ ատելության խոսքի համար, բռնության կոչերի եւ այլն, բայց օտարերկրյա հեռարձակողները որևէ պատասխանատվություն չէին կրում Հայաստանի հասարակության հեռուստադիտողների առջև։ Սա կամաց սկսեց լուծվել, չնայած մենք բավականին էլի երկար ճանապարհ ունենք։ Մի քանի թիվ ասեմ, ուրեմն 2025 թվականի դրությամբ մենք ունեցել ենք 94 լիցենզավորված ընկերություն, որից տեսահոլովակական մեծածառություն մատուցող 41, ցանցային օպերատորներ 53։ Համեմատության համար ասեմ, որ 2024 թվականի վերջում մենք ունեցել ենք 63 գրանցված ցանցային օպերատորներ, փաստորեն մեկ տարում մենք ունեցել ենք 10 իրենց լիցենզիան հանձնած կաբելային օպերատորներ, այդ ցուցանիշը երկու բացատրություն ունի, մեկը, որ խոշոր ցանցային օպերատորները կամաց ներխուժում են Հայաստանի մարզեր եւ հաճախ նրանք մատուցում են շատ ավելի բարձր որակի ծառայություններ եւ երկրորդը դա հանձնաժողովի կարգավորող գործունեությունն է, որը թույլ չի տալիս ցանցային օպերատորներին հատկապես մանր մարզերում սփռել անօրինական կոնտենտ եւ նրանք ստիպված են ելնում հանձնել իրենց լիցենզավորման գործընթացները, այսինքն այստեղ այս քանակի փոփոխությունը միայն դրական արդյունքն է ունենում, առաջինը մենք էականորեն նվազեցնում ենք անօրինական բովանդակությունը, այսինքն հեղինակային իրավունքի պաշտպանության կարևորագույն գործառույթ ենք կատարում եւ երկրորդը դրանով բարձրանում է մեր հանրությանը մատուցվող ծառայությունների որակը։ Սա մեկ, ինչ էլ հետաքրքիր փաստ մենք ունենք։ 2025 թվականին հանձնաժողովը հարուցել է 84 վարույթ եւ որից 74-ը սեփական նախաձեռնությամբ։ Վարույթները հարուցվել են հեղինակային իրավունքների, գովազդի, օրենսդրության խախտման, անչափահասների զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների առկայության, սարսափ ակնհայտ բռնություն, հայհոյանք ու գրայկաբանություն պարունակող բավանդակության հեռարձակման եւ այլի համար, Այստեղ մեզ պետք է մտահոգի 84-ից 74 վարչական վարույթը մեր նախաձեռնությամբ հանձնաժողովի, որտեղ նորմալ քաղաքակիրթ երկրներում պատկերը լրիվ այլ է, այնտեղ մեծ մասը վարույթների բացվում է հասարակության, քաղաքական ուժերի, պետական ինստիտուտների, ընդհանրապես հանրային սեկտորի բողոքների հիման վրա։ Մեզ մոտ հակառակն է, եթե օրինակի համար հանձնաժողովը չիրականացնի մշտադիտարկման գործունեություն, ապա հասարակությունը շատ անտարբեր է բազմաթիվ խախտումների։ Ավելի շուտ անտարբեր չի, որտեղ մենք շատ արձագանքներ ենք լսում սոցիալական ցանցերում, հարցադրումներում, բայց պաշտոնական բողոքներ մեզ գրեթե չեն հասցեագրվում։ Իսկ այն 10-ը, որը մենք հարուցել ենք արտաքին աղբյուրների բողոքների հիման վրա, դա եղել են ոչ թե ուղիղ բողոքներ մեծ մասամբ հանձնաժողով, այն մենք ենք հեռուստացույցով կամ սոցիալական ցանցերով որոշ հարցադրումներ տեսել, ստուգել եւ անհրաժեշտության դեպքում վարույթ բացել։ Ես մի անգամ այդ համեմատությունը բերել եմ, որը կարծում եմ շատ կարևոր է գնահատելու համար հանձնաժողովի աշխատանքները 2011-ից 18 թվական, ինչի 11-ից, որովհետև 10-ի վերջում հեռուստաընկերությունները ստացան սլոթի թույլտվություն լիցենզիա հանրային մուլտիպլեքսում, եւ հաշվարկը սկսվեց այդ ժամանակվանից 2011-ից 18 թվական հանձնաժողովը հարուցել էր ընդամենը 15 վարչական վարույթ։ Կրկնում եմ 7 տարվա մեջ ընդամենը 15 վարչական վարույթ, այս վերջի տարիներին վարույթների թիվը ամեն տարի տատանվում է 40-ից մինչև 90 վարույթ։ Ինչ է դա նշանակում։ Դա չի նշանակում, որ հեռուստաընկերությունները սկսել են ավելի վատ աշխատել,
դա նշանակում է, որ մեր հանձնաժողովը սկսել է լիովին կատարել իր գործառույթները եւ մենք համոզված ենք, ամեն դեպքում կարծում ենք, որ դա անում ենք անաչառ եւ արդար եղանակով եւ եթե նկատել եք, եթե հաշվարկումներ չկան, ապա գրեթե բողոքներ չկան հեռուստա եւ ռադիո ընկերությունների կողմից։ Մենք ունենք նաեւ դատական գործեր 2025 թվականին մեր որոշումների դեմ հարուցվել է 5 դատական գործ եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ վարույթում գտնվող դատական գործերի ընդհանուր քանակը 16-ն է եղել, որը մեզ գոհացնում է, ճիշտն ասած, որովհետեւ մեդիա կարգավորող մարմին հարաբերությունները նրանք այսօր բացառապես լուծվում են իրավական հարթության վրա։ Այստեղ էլ եթե համեմատության բերեմ 2011-18 թվականներին 7 տարվա ընթացքում ընդամենը հանձնաժողովի դեմ 3 դատական գործ էր հարուցվել, այսօր կես տարվա ընթացքում այդպես հարուցում, ճիշտ է մեզանից բավականին մեծ ժամանակ է խլում, ռեսուրս է խլում, բայց նաև կոփում է հանձնաժողովին եւ այդ նախադեպերը օգնում են մեզ ավելի ճշգրիտ եւ փաստարկված որոշումներ ընդունել։ Սա դատական գործերի մասով։ Մենք մեծ խնդիր ունենք, դրա մասին ասել եմ եւ ես կարծում եմ դա լուծման չնայած արդեն երևի նոր գումարման խորհրդարանը կլուծի, տեսեք, երբ որ ազգային ժողովը ընդունեց եւ դա մեր կարծիքով շատ լավ որոշում էր, որ մանկական հաղորդումները եւ մուլտֆիլմները պետք է անպայման կրկնօրինակվեն ոչ թե միայն լուսագրով, այն բանով, հա, բաների լեզվով, մոռացա արդեն անունը, ապա որը բավականին շատ ռեսուրս է խլում, հա, ապա տեսեք 2023 թվականին եթե ընդհանուր թվով ցուցադրվել է մեր հանրային մուլտիպլեքսում 138 մուլտֆիլմ, ապա այդ օրենսդրական փոփոխությունների մտցնելուց հետո երբ որ սուրդոթարգմանի չկա Հայաստանում, դրա մասին ես արդեն խոսացել եմ, եւ քանի որ սուրդոթարգմանի չկա, դրանց պակասը կա, օրինակ Երևանում միայն 3 սուրդոթարգմանի չեն, որոնք պատտվում են հեռուստատեսությունից հեռուստատեսություն, մարզեր կան, որոնք ընդհանրապես այդպիսի մասնագետ չունեն եւ հատկապես մարզային հեռուստաընկերությունները, որպեսզի չխախտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, նրանք պարզապես պակասեցնում են մուլտերի ցուցադրությունը։ Եվ մենք շատ խոսուն թվեր ունենք, եթե 2023 թվականին կրկնեմ ցուցադրվել է 138 անվանում մուլտֆիլմ, որը այդքան էլ մեծ չի, ապա 2025 թվականին ընդամենը 51։ 51 ճիշտ է թարգմանված, ճիշտ է սուրդոթարգմանությամբ, բայց այնուամենայնիվ քանակի պակասը մենք չենք կարծում, որ դա դրական միտում է։ Նույնը ֆիլմերը, քանի որ ֆիլմերն են, նրանք պարտադրված կամ պետք է թարգմանություն ունենան կամ լուսագրեր, ապա եթե 2023 թվականին ցուցադրվել է 726 անվանում կինոֆիլմ, հա, ներառել վավերագրական, գեղարվեստական, ապա 2025 թվականին ընդամենը 2021։ Դուք էլ նկատած կլինեք, որ խոշոր հեռուստաընկերությունները հատկապես, հա, անունները չտամ, նրանք գրեթե գեղարվեստական ֆիլմեր ցույց չեն տալիս, որտեղ հավելյալ ծախսեր են դրանց թարգմանությունը, դուբլաժը կամ լուսագրերով ապահովելը։ Դա նաև խոսում է հեռուստաընկերությունների ոչ բարվոք ֆինանսական վիճակի մասին, որը բազմաթիվ պատճառներ ունի եւ որի մասին հանձնաժողովը այնքան է բարձրաձայնել, որ կարիք չկա եւս մեկ անգամ դրա մասին խոսել։ Նաեւ շատ ժամանակ մեր հանձնաժողովին մեղադրում են, որ մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում հանրային հեռարձակողի ծրագրերին, որոնք որոշ քաղաքական ուժերի կամ հասարակության մի զանգվածի պատճառով նրանք միակողմանի են, հա, եւ սպասարկում են ավելի շատ իշխանության գործունեությունը։ Այստեղ ես հստակ ասեմ, որ մենք այդպիսի գործառույթ չունենք, մենք չենք խառնում որևէ հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը եւ ցանկացած մեր մոտ լրատվամիջոց ազատ է ընտրել իր խմբագրական քաղաքականությունը, սակայն այն գործառույթները, որ մենք ունենք, մենք կատարում ենք շատ պատշաճ եւ ի պաշտպանություն հանրային հեռարձողի պետք է ասեմ, որ եթե
քաղաքական ուժերը, կամ քաղաքական դաշտը, նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնում քաղաքական բովանդակության վրա, ապա պետք է ասեմ, որ եթե մենք հանրային հեռարձակողի քաղաքական բովանդակությունը կազմում է եթերի ընդամենը 4-ից 6% ամսից ամիս, մնացածը դա մեծ մասամբ հանրօգուտ հաղորդումներն են, մանկական, կրթական, մշակութային, եւ այստեղ մենք պետք է ասենք, ըստ մեր մշտադիտորդների եւ հանրային հեռուստաընկերության երամսյակը 1 տրվող մեծ հաշվետվության բավականին լավ հաջողություններ են գրանցված եւ մենք համոզված ենք, որ հանրային հեռարձակողը ինքը բավարարում է տարբեր խավերի պահանջմունքը մանկապատենական, տարիքով մանց, շոուներով, մշակութային ծրագրերով եւ այլն։ Սա էլ հանրային հեռուստաընկերության վերաբերյալ ինչ ունենք էլ էթիկայական նորմերի խախտումներ 2025 թվականին եւս խախտումներ են բազմաթիվ եղել եւ քանի որ էթիկայի խախտումը նախատեսում է միայն դիտորդ կամ այդ ինքնակարգման մարմիններ դիմում, ապա մենք դիմել ենք, էթիկայի նորմերի խախտման համար 6 անգամ, եւ 6 անգամ դրական պատասխան եք ստացել, որ իսկապես էթիկայի նորմերի խախտում է եղել, սակայն այստեղ մենք եւս խնդիր ունենք, որովհետեւ բազմաթիվ խախտումների, էթիկայի նորմերի խախտումների հետևանքներով հանձնաժողովը որևէ իրավասություն չունի վարչական ինչ-որ վարույթ բացի այդ հեռուստաընկերությունների նկատմամբ եւ հեռուստաընկերություններ կային ավելի շատ, հիմա ավելի քիչ են, որոնք այդ առիթից օգտվելով գրեթե ամիսը մի քանի անգամ խախտում էին էթիկայի նորմերը, միաժամանակ հետո ինչ որ կայքում դրա համար ներողություն խնդրում հերքում եւ շարունակում են նույն գործունեությունը, քանի որ ավելի խիստ եւ հայելային պատիժ նախատեսված չէր։ Մենք նաեւ ունենք ցանցային օպերատորներում հեռարձակվող բովանդակության եւ որակական, եւ քանակական, եւ լեզվական, եւ տեղեկատվական խնդիրներ, որը մենք կարծիքով կամաց կսկսի լուծվել նախորդ ամիս ընդունված փոփոխությունների հետևանքով։ Ես ձեզ մի քանի նորից այստեղ ձեզ հետաքրքրող թիվ կբերեմ, օրինակ մենք ունեինք մոտորապես 2025 թվականին ներողություն, փորձեմ գտնել մոտ 350 հեռուստածրագիր, որոնք հեռարձակվում էին ցանցային օպերատորների փաթեթներում, տեսեք, Ռուսաստանի արտադրության ծրագրերը 189, Հայաստանի արտադրված ծրագրերը 70, ԱՄՆ 44, 26 Եվրոմիություն, 6 Մեծ Բրիտանիա եւ 8 այլ երկրներ։ 189, այսինքն կեսից ավելին, որոնք այլ երկրի արտադրություն են եւ հեռարձակվում են այլ լեզվով, մենք կարծիքով որոշ վտանգներ են ստեղծում եւ մեր տեղեկատվական անվտանգության համար եւ բովանդակային անվտանգության, որտեղ շատ լավ գիտենք, որ հատկապես օտարերկրյա ծրագրերը հաճախ տալիս են այն բովանդակությունը, սահմանում չեմ ուզում տամ, ինչպիսի, որը այնուամենայնիվ օտար է մեր արժեքների, մեր ցանկությունների, մեր ազատական գաղափարների համար։ Սա նաև կաբելային ցանցային օպերատորների գործունեության մասին եւ այս վերջին օրենսդրական փոփոխությունները հանձնաժողովին հնարավորություն են տալիս ինչ որ ձևով պատնեշ դնել բովանդակության առումով եւ եթե այդ հեռուստածրագրերը որոշ խախտում են Հայաստանի օրենսդրությունը, ներխուժում են մեր նախընտրական պայքարի գործընթացներին, խառնում են ներքին գործերին, քարոզում են խտրականություն եւ ոչ միայն հայերի նկատմամբ մեզ շատ ժամանակ թվում է, որ խնդիրը հակահայկականությունն է, դա այդպես չի, ցանկացած խտրական դրսևորում կամ ռասայական կամ ազգային մեր կողմից կստանա համապատասխան դիմադրություն։ Սա ինչ ունենք, մենք 2025 թվականին տրամադրել ենք 12 լիցենզիա, լսողական ծրագրեր, տեսալսողական ծրագրեր, ցանցային օպերատորներ,
Հետ է հանձնվել 15 լիցենզիա, ես այդ տարբերությունը գալիս է, ինչպես ես ասեցի, ցանցային օպերատորների որոշ մարզային լիցենզիա հանձնելու պարագայով եւ նորից պիտի կրկնեմ, դա դրական հետևանքներ է ունենում։ Մենք շատ լավ հաջողություններ ենք ունեցել միջազգային համագործակցության ասպարեզում, շատ կարևոր երկու իրադարձություն ենք ունեցել, եթե հետևել եք մեր գործունեությանը, աշնանն հոկտեմբերին Երևանում գումարվել էր եվրոպական հեռարձակողների, այսինքն կարգավորող մարմինների մերպես եվրոպական պլատֆորմի 62-րդ հանձնաժողովը, որին մասնակցել էին 110 պատվիրակ 47 երկրներից եւ ինքը բավականին արդյունավետ էր անցել, իսկ հանձնաժողովի նախագահի, այսինքն ես 1 տարի ղեկավարեցի միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակը, որը նույնպես մեր գոլեգաների կարծիքով արտերկրից բավականին արդյունավետ է եղել եւ որպես վերջաբան 2025 թվականին հանձնաժողովը իր գործունեությամբ որոշումներով վերստին արձանագրեց, որ խոսքի ազատությունը չի դիտարկվում որպես ամենաթողություն, շատ ժամանակ դա դժգոհություններ է առաջացնում որոշ քաղաքական շրջակներում, բայց դա մեր սկզբունքներն են, դա համաշխարհային պրակտիկան է եւ խոսքի ազատությունը միայն ատառը արտասանել չի, բն նաեւ պատասխանատվությունն է այդ խոսքի ազատությունը չարաշահելու համար եւ դա շատ կարեւոր է։ Եվ առիթից օգտվելով, քանի որ մեր վերջին հանդիպումն է կարծես, չնայած հույս ունեմ, որ պատգամավորների շատերի հետ մենք կշարունակենք աշխատել նաեւ պարլամենտի նոր գումարման կազմում, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, շնորհակալություն եմ հայտնում նաեւ հեռարձակողներին, որտեղ անկախ մեր տարբեր ընկալուկներից, անկախ քաղաքական ուղղվածությունից, այնուամենայնիվ եւ դա շատ կարեւոր է եւ օրինակելի, մենք ունենք փոխըմբռնման, փոխգործակցության շատ լավ օրինակներ Հայաստանում գործող գրեթե բոլոր հեռարձակողների հետ։ Իսկ նորից պիտի կրկնեմ, մեր գործունեության ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ այս գրքույկում։ Շնորհակալություն ուշադրության համար։